Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն շարունակում է իր հաղորդումները եւ պիտի ասեմ, որ ձեզ այսօր սպասում է նաեւ հերթական անակնկալը, բայց մինչ այդ մասին խոսելը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր հերոստալիքին։ Հավատացեք, դա շատ կարևոր է, որովհետեւ այսօր այդ շատ կարևոր լինելու փաստը գալիս է հուշելու, որ մենք պետք է ունենանք հնարավորինս մեծ թվով ունկնդիրներ։ Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է, որ մեր հետևորդների թիվը ավելանա։ Բարեկամներ, այսօր ասեցի, որ հերթական անակնկալը եւ քիչ հետո մենք միանալու ենք մի անձնավորության, ում իհարկե դուք լավ ճանաչում եք, ում սպասում եք եւ ինձ հուշում են, որ կապը արդեն այդ անձնավորության հետ հաստատվել է։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Դե մենք միշտ էլ մեծ հաճույքով ենք զրուցում դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Իդեպ ընթരാճ գնալով մեր ունկնդիրներին, պարոն Ղուկասյան, մենք որոշել ենք շաբաթական 1-2 անգամ անպայման ձեզ հետ զրուցել ուղիղ կապով եւ այն հարցերը, որ հետաքրքրում են մեր ունկնդիրներին, տալ ձեզ։ Ասեմ, որ հետաքրքրությունը ձեր անձի նկատմամբ այնքան մեծ է, որ մարդիկ ինձ երբ որ փողոցում կամ որևէ տեղ տեսնում են, մոտենում են, խնդրում են իրենց բարեմաղթանքներն ու աջակցությունը հայտնեն ձեզ որպես անհատականության, ով իսկապես մտահոգ է մեր երկրի վաղվա օրվա կապակցությամբ։ Խնդրեմ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, բանը ոնց որ ասում եմ, խոսում է Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից։ Ինչպես շատ ուրախ եմ ձեզ հետ նորից հանդիպելու, նորից զրուցելու, եւ բավականին հաճելի է լսել բարեմաղթանքներ իմ ժողովրդի կողմից։ Ինչ ասեմ, ժողովրդին ուզում ասեմ, որ սիրելի ժողովուրդ քիչ մնաց, իմ այսպես ասած անազատությանը, մոտ ժամանակներս արդեն մենք կունենանք դրական տեղաշարժ, մենք մարտական ենք տրամադրված եւ կայլանելու միտում չունենք, ասեմ, որ իմ մարտական տրամադրվածության վրա զարմացած անգամ այս բանտի ողջ պերսոնալը, անկախ ինչ ուին իմ գլխին բերել են, ոնց բերել են եւ այլն, մենք մնում ենք անկոտրում, եմ ասում մինիես դայոմսյա։ Ինչևից է, մենք նորից ես ենք պարոն Ղուկասյան, նայեք տեսնանք, նայեք բարձրախոսնախոսում մի րոպե, շարունակում եմ ես, մի խոսքով մարտական ենք պարոն Ղուկասյան, ես ձայներել ուսալույսել մի դարձրեք, շարունակեք, անցնենք առաջ։ Պարոն Ղուկասյան, շատերն ասում են, որ Վարդան Ղուկասյանը թիմ չունի։ Արդյոք կրկնվելու է այն նույն պատմությունը, ինչը եղավ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, թե պատկերը ամենևին ուրիշ է։ Ուրեմն ինչ վերաբերում է թիմ ունենալու, նախ գիտեք ինչ, նման մեծ հետևորդների բանակ ունեցող կուսակցությունը կամ Վարդան Ղուկասյանը ոնց կարող է թիմ չունենալ։ Մենք թիմ ունենք, ինչ վերաբերում է եւ բացի որ ունենք, մենք նաեւ շատ ունենք, անգամ մրցութային ունենք, խոսքերով մի նախարարի պաշտոնի վրա ես ունեմ մի քանի տեխնացու, որ մտածում եմ, ես մարդուն առաջադրեմ սրան թե նրան։ Ինչ վերաբերում է Երևանի սցենարի, Երևանի քաղաքապետարանը, դա բացառում է, նման կրկնողությունը բացառում է, որովհետև նման մարդիկ այլևս չկան, եւ Երևանի քաղաքապետարանի սցենարը մեզ շատ խիստ դաս եղավ, եւ այն մարդիկ, ովքեր որ առաջադրվելու են այս կամ այն պաշտոնի վրա, նրանք այսպես ասած բավականին լուրջ ֆիլտրվելու են, ֆիլտրված են արդեն, եւ դա է պատճառներից մեկը, որ մենք դեռ փակ ենք տալում այդ մարդկանց ով ինչ լինելը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում տիրում է բառից բուն իմաստով պետական տերոր, բոլոր այն անձանց դեմ, ովքեր իրենցից ներկայացնում են ընդդիմություն։ Բացերը լսված է կարպատակյալներով եւ այս ամենի ֆոնի վրա եվրոպական եւ ամերիկյան դեսպանների լռությունը իմ համար շատ խիստ զարմանալի է, խոսքերով նման մասսայական կալանքներ ու ոչ թե քննադատական խոսք այս կառավարության հասցեի։
Դրա համար մենք մեր տեխնացուներին պահում ենք դեռ կոնֆիդենցիալ, կգա ժամանակը կներկայացնենք, դիվրազենք, մենք թիմ ունենք, տեխնացուների ունենք, ամեն ինչ վերից ունենք, հանգիստ եղեք։ Ով է բան ասում, գլուխը պատված է, երեսը կարող է։ Այդ դեպքում ասացեք, ինչ եք պատրաստվում անել դուք, ինչ եք ուզում անել, որ չարեցին նախկիններն ու ներկաները։ Իմ անել, գիտեք ինչ, բան, մի տեսակ բանը լայնամասշտաբ հաստավեցիք, ինչ-որ չեն արել նախկինները։ Ինչ ենք պատրաստում ենք անել, մեր դրա մասին խոսում ենք 2019-20 թվականից թե ինչ ենք պատրաստում անել եւ ամեն անգամ նույն բանը մենք կրկնում ենք նախ պիտի լինի շատ լուրջ կադրային ջարդ եւ կալանքներ բարեց ամենաբուն իմաստով եւ այդ կալանքներն ու ջարդը պետք է սկսի կառավարություն, դատական համակարգ, դատախազներ, քննիչներ, հենց այդ սիստեմից եւ այն դատախազները, դատավորները, որոնք այսօր դերձերը լցել են քաղաքացիականին, դա բոլորը պիտի պատասխան տան, դատվեն։ Պատասխանատանը շուտ դատվեն։ Ես Նիկոլի նման չեմ, որ հլեմ, չգիտեմ, շոու խաղամ, թատրոն խաղամ, հետո կամ ինձ դատավորը շարունակի պաշտոնավարել։ Ես խոմ անբարոյականի զավակ չեմ։ Դրանք բոլորը պիտի դատվեն։ Այն դատախազը, որը որ գրել է, ինչ-որ հեքիաթներ է գրել, որով ուղարկել Ամերիկա, պարտադիր պիտի կանչեմ իմ կաբինետ սեռը փոխեմ, ուղարկեմ Բերդ։ Այն դատախազը, որը դատել է Ճապարյանին, այն դատախազը, որ հավքեր սաղի լսել է Բերդերը, այն դատավորները, կնիշները, որոնք որ սակել են մարդկանց կրկին պիտի դատվեն։ Բարես ամենաբուն իմաստով, բանակը պիտի դառնա 2 տարի նորից, դպրոցը պիտի դառնա 10 տարի, ցեղասպանության ուժը համալիր է վերանորոգող կամպանիան պիտի դատվի բավորներով հանդերձ, ականազերծողները, որոնք ականազերծել են հայ-ադրբեջանական սահմանը պիտի դատվեն, նման հրամանտավորները ևս պիտի դատվեն, Թուրքիա գնալը պիտի արգելվի, թուրքական ապրանքները պիտի Հայաստան չմտնեն, ոչ մի Հայաստանի քաղաքացի Թուրքիա չպիտի ոտ դնի, ոչ մի առևտրական, առևտրին ուզում են, թող գնան Դուբայ, առևտրան են տալ, մինչև 25 կիլոյից չեն հարկվի։ Թուրքիայի հետ սահմանը, այսինքն շփումը դառնա սերո, Ադրբեջանի շփումը դառնա սերո, փախստականները պիտի հետ գնան Արցախ, որի մասին ոչ մեկ Քրիշչյանում խոսա, ինչ պիտի անեն, մենք էս սա ասել ենք, ես ապօրինի շինարարությունը պիտի քանդվեն, ծաղկտրես պիտի դատվեն, փողոցը պիտի տուգանվեն, այն ինչ-որ բնորոշված նորմալ քաղաքակիրթ երկրներից։ Մենք տեսեք Ճապոնիայում աղբաման չկա, ինչ չկա, որտեղ եթե շկրես սիգարետ գցես, սա աղջակը պիտի տուգանվես։ Հասկանում եք, մենք տանենք, ես տանեմ, ինչ-որ չարել Նիկոլը, պիտի դացի Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլը պիտի գնա Կժանոց, հոգի բուզարան, իա կնիկը պիտի գնա Վարդաշ, բանը կանանց գաղութ, Անա Վարսապետյանը պիտի գնա կանանց գաղութ, Ռոբիկն ու Սերժիկը պիտի գնա բանդ, իասախ ցայֆիկով, պիտի բացվի հոկտեմբերի 27-ը վերջերշու, մարտի 1-ը, եւ առհասարակ, ես բանը, ամեն ինչ պիտի, եւ այդ ամենը մի փոքր իհարկե աշխատատար, բայց շատ ուղղություն պիտի աշխատենք, պետք է անենք, շաբաթ կերեք չպիտի լինի, պետական ապարատի համար ուղիղ 100 օղուշ։ Ես ասել եմ այդ ամեն անգամ նույն բանը կրկնեմ, մեր նախընտրական ծրագիրը մենք ներկայացրեցինք 2024 թվին հələ, հələ ոսիբաց 24, Խուշան ջան։ Պարոն Ղուկասյան, հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանում կալանավորվել է Քենիայի փոխոստիկանապետ գեներալ Արտակ Սարգսյանը եւ այդ անձնավորության մասին ես անկեղծ ասած քիչ տեղեկություն ունեի եւ այն որ Քենիայում կա ազգությամբ հայ նման բարձրաստիճան զինվորական դա կարող է միայն մեզ պատիվ բերել։ Գիտեք 44 օրյա պատերազմի օրերին անգամ խոսում էին դավաճան հայ գեներալների հրամանատարների մասին։ Անգամ այդ պատերազմի ավարտից հետո ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը մի քանի տարի շարունակ քննում էր եւ պիտի հանրության դատին ներկայացնել այն բոլոր մեղավորներին, ովքեր այդ ժամանակ աչքի էին ընկել իրենց դավաճանական այսպես կեցվածքով։ Բայց հետո պարզվեց, որ այդ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի ներկայացվելու ազգային ժողովի լիագումար նիստում չի քննարկվելու։ Ինչու՞։
Արտաքսակցանին Կենիայի փոխոստիկանապետ 45-օրյա պատերազմի եւ այլն, ես գամ հարցի վերջից 44-օրյա պատերազմի հետ կապված ես ասել եմ վաղուց, եթե մի հարց ուզում եք փակեք, ստեղծեք քննիչ հանձնաժողով։ Այդ հարցը չէ, ջրավ գնաց։ Ես այդ հարցին անդամն եմ ասել 5 տարի, դուք ասում եք ազգային ժողով եւ ազգային ժողովում չի քննարկելու, բայց դուք ինչ եք ուզում եք քննարկել։ Նիկոլ Փաշինյանի քածը հենց հայտարարեց, մի զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Մարդը առաջին անգամ դուրս բար խոսած։ Այդ պատերազմը պատերազմ չէր, դա կռիվ կինո էր։ Այդ պատերազմը վաճառված էր։ Մելբաջարը առանց բանտիկով հանձնեցին, զոհել 5000 զինվորի գլուխ կերան, վերջնասին նրանք զոհվեցին հանուն ոչնչի։ $10 միլիարդ վեկալարը Նիկոլը, Ռոբիկը, Սերժիկը եւ այդ կիսին մնացածը ինգեզ Նիկոլի կադը տարավ գցեց չինական բանկերը հելան եկավ։ Ասա գնում եմ չինացան սովորելու։ Սա պատերազմը չէ, սա առևտուրից պատերազմի տեսքով։ Ես դրա մասին խոսալով եւ ամենալերշի միամիտ մարդը պիտի հավատալ, որ կարող է 44-օրյա պատերազմով գեներալները տածվի։ Ոչ, այն ջալալ մալալեն տարե փակե եսի միջերալ, այնքան փակեն միջեր պտի, բայց անցեք։ Չի բացայցել, իսկ ինչ վերաբերում է Արտաքսակցանին Կենիա, չգիտեմ մեկ ուրիշ Ռուսաստան, այս իշխանության մեջ չի դու Կենիայից կլնես, Ռուսաստանից կլնես, Բելարուսիայից, Ամերիկայից, փակում են, աչուզող փակում են։ Աչուզող, որովհետև Եվրոպա գնալ, նշանակում է Թուրքիա գնալ, նորից են կրկնում, Եվրոպան դա Թուրքիան է։ Մոռացեք, գինեն մասին կողքի, որ ասում են ոչ, մենք Թուրքիա չենք ուզում, որ փակում են։ Ինչ վերաբերում է եկեղեցում պաշտպանելու, եկեղեցականները չեն պաշտպանում, կաթողիկոս ինքնիան չի պաշտպանում։ Շատ ուզում որ այդ մարդը խոսած խնդրեմ, տարան փակին։ Հասկանում եք, ես վիճակն է, ես ինչ ասել եմ նմա, ինչ ասել եմ, որից խոսում էին դատապարտներս, ես ինչ էր ասում, Տիտեռնակաբերդը պիտի կանդին։ Ես ասում եմ, որ երկիրը պիտի հասնի այս վիճակին։ Ասել եմ եղել լավ, որ մի մասածը չի եղել։ Ամբողջ բանտերը լսած են բացարկյալներով։ Այսօր իշխանությունները շատ են խոսում այն մասին, որ ազգային ժողովի առաջիկա ընտրություններից հետո իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի փոխեն սահմանադրությունը։ Եվ գիտեք ինչ, անգամ ազգային ժողովի բարձր ամբիոնից վարչապետը հայտարարեց, որ ինքը անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ունենա երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Ասեմ ավելին, ձեր փաստաբան Լևոն Բաղդասարյանը դեռ տարիներ առաջ ինձ հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նույնպես նշել էր, որ Հայաստանը այսօր իսկապես նման ինստիտուտի կարիք ունի։ Դուք ինչ կարող եք ասել այդ կապակցությամբ։ Սահմանադրության փոփոխությանը ես դեմ եմ, ոչ պես եթե պիտի փոխվի սահմանադրությունը դառնա Նիկոլի սահմանադրությունը, ես դրան դեմ եմ։ Սահմանադրության փոփոխությունը նշանակում է Արարատը գերբից հեռացնել։ Սահմանադրության փոփոխությունը նշանակում է ցեղասպանությունը մոռանալ, Արցախը գնալ, այս սահմանադրությունը չի թողնելու։ Միանշանակ ասում եմ, չի թողնելու։ Իսկ ինչ վերաբերում ատենակալների ինստիտուտի, ես դրան կողմ եմ։ Հայս եմ կողմ, որովհետև մենք չունենք դատական համակարգ, մեր դատավորները նոտար են, կառավարության նոտար։ Իմիջիայից այդ բանը նաև ես նկատում եմ ասեն ամենուրեք։ Մեր դատավորներ չեն։ Իսկ ատենակալների ինստիտուտը, որ ինքը ուզում է ստեղծին եւ Նիկոլ հոգեկան հիվանդը, երևի գիտի որ դատվելու է ու իրանց թե ատենակալների ինստիտուտը պիտի փրկի։ Չի փրկելու ոչ մի ատենակալի ինստիտուտ, ոչ Ռոբիկի, ոչ Սերժիկի, ոչ Հայցի։ Անցանք։ Գիտեք, ես մի բան եմ ուզում ասեմ, ես ցանկանում եմ, որ մեր հետևորդները ձեզ օգնեն։ Ձեր մոտ տեղադրեն ես իհարկե գովազդներին դեմ եմ, բայց ծրյալ պարագայում դա ձեզ օգուտ է, ձեր մոտ տեղադրեն գովազդներ, ինչ որ մի ձևով ձեզ աջակցեն, որովհետև ձեզ մոտ ծուրը նստենք, դուզ խոսենք, չկա խոսքի սահմանափակում եւ ձեր մոտ է հյուրընկալվում տարբեր բարեկամների վրա գտնվող քաղաքական գործիչներ, ինչը այսօր գրեթե ես չեմ տենում ոչ մի հայկական մեդիայով, օրինակ
համընդհանուր փակավ Արցախ Ղուկասյանի մասին խոսալը եւ այլն, բայց ձեր մեջ բաց է ռուսական թեւ, եվրոպական թեւ, չինական թեւ, ով ասես գալիս է եւ ձեր ստուդիան պիտի գոյատևի, այդ իսկ պատճառով ես խորհուրդ կտամ եւ կցանկանամ կողորտորեմ մեր կողմնակիցներին, որ ձեզ օգնեն ձեր YouTube-յան ալիքին գովազդել պատվիրելով եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, որովհետեւ ձերը պատվերով ալիք չի, այո, պատվերով ալիք չի։ Իսկ վերաբերում է պատվերով լրատվամիջոցներին, դրանք կամ պիտի սկսեն իմ իշխանությանով նորմալ աշխատել, կամ պիտի փակվեն։ Ուրիշ տարբերակ չկա ստեղ։ Ես ասենք չեմ տեսնում, որովհետև մենք չեք տենում։ Լրիվ ով մի այս լրատվամիջոցը լրատվակամատած մասին է խոսում, լրատվակամատած մասին է խոսում։ Վերջացավ։ Եվ միակը երևակայ այս պայդրությամբ ձերն է, այդ ուստի ես կոչեմ անում է հետևորդերին ձեզ օգնել։ Ոնց կարող եմ։ Ես վերջում ուզում եմ ավելացնել մի բան, ուզում եմ ավելացնել մի հայտարարություն, որ ես արդեն արել եմ եւ մի անգամ էլ ուզում եմ անեմ կուլտուրական օգտվելով ձեր տաղավարից։ Ուզում եմ դիմեմ Հայաստանի Հանրապետության բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին։ Բոլորին, ակատիր, Տաշիր կլնի, Վարդանի կլնի, Տերտեր կլնի, հոգևորական կլնի, փաստաբան կլնի, բոլորն եմ ուզում դիմել։ Ժողովուրդ, ես կոչ եմ անում, մենք բոլորս նույն նավի մեջ ենք։ Ես կոչ եմ անում ձեզ համախմբան, մենք եկեք բոլորովս համախմբենք, առանց Ռոբիկ, առանց Սերժիկ, որովհետև Ռոբիկն ու Սերժիկը դրանք մեծ շտամիներն են, դրանք մեզ օգնողը չեն, դրանք այս իշխանությունը պահում են ցեմենտ բիտոնով։ Եթե որևիցե մի ռոբիկական կամ սերժիկական կասի Վարդան Ղուկասյանը տոգը խափը մատես բան չկասուտա, ուրեմն թող վայր դնեն մանդատները, պարալիզացնեն ազգային ժողովի գործունեությունը։ Մնացել արդեն 5-6 ամիս։ Դրանք կարելի է հիմիկվանից ասում են, չեն անելու։ Բացարձակապես չեն անելու։ Ես կոչ եմ անում բոլոր քաղբանտարկյալներից համախմբվել։ Մի կողմ թողնենք մեկս մյուսի նկատմամբ ունեցած ատելությունը, զզվանքը, հակակրանքը եւ այլն։ Մի թշնամանքը։ Մենք հայտնվել ենք այս վիճակի մեջ, որովհետեւ մենք բոլորս գործել ենք առանձին եւ մեզ հատիկ այսպես լիկվիդացրել են։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան, ուրիշ ինչ ունեք ավելացնելու, խնդրեմ։ Առաջարկում եմ կապը պահել մեկս մյուսի հետ մեր փաստաբանների միջոցով։ Սա մեկ։ Առաջարկում եմ մեր այսպես ասած գործողությունների սկիզբը սկսել հոկտեմբերի 27-ով, հոկտեմբերի 27-ից համատարած գործադուլներով եւ դասադուլներով, ամենօրյա ցույցերով առանց դադարի։ Փակելով Բաղրամյան պողոտան եւ Հանրապետության հրապարակը առանց քայլերթի։ Սա Թումանյանն է, սա Ամիրյանն է։ Այդպես քայլեր չեն կանում։ Առաջարկում եմ, որ մենք ժողովրդին կոչով հանենք փողոց, բերենք, ասենք եկեք, փակում ենք Բաղրամյան պողոտան եւ Հանրապետության հրապարակը։ Շարժումը տեղում պիտի չունենա առաջնորդ։ Այն պիտի լինի ինքնաբուխ, որպեսզի մի հատ եթին չգցի ժողովրդին հետևից, չասի գնանք այս կողմ, կանք այս կողմ, եւ այլն, կամ այդ նույն եթեմին չկարողավորեն, տանենք ցեն բան։ Պիտի լինի ինքնաբուխ, մեկ քաղաքական նպատակով։ Այս իշխանության հրաժարականը։ Բոլորս իրար հանդեպ քաղբանտարկյալներով, ովքեր որ գտնվում են բանտերում, բոլորս իրար հանդեպ տասում ենք փոխադարձ հարգանք, չենք լսում ոչ ոքի կողքից, ով կփորձի գա մոտենալ ձեզ, մեզ, պարակտել, բաժանել, ասելով թե հիշում ես ձողը քո մասին էս էր ասում։ Իսկ կան ասել Վարդան Ղուկասյան, հիշում ես Վարդանիկը էս էր ասում, եւ այլն տեղում անում ենք մոր մշ, տվյալ անձին հանում շփոթում ենք դուրս, որտեղ բանտում նստած ենք մենք, ոչ թե տվյալ անձիկ, մենք քաղբանտարկյալներով։ Չի դադարում անհնազանդությունը մինչև մեր նպատակին հասնելը, մինչև այս իշխանության հրաժարականը։ Եթե կան հավելյալ առաջարկություններ բոլոր քաղբանտարկյալների կողմից, ես սիրով պատրաստ եմ լսել, ընդունել, լսել, բացել բոլորի համար։ Մենք ունենք մեկ նպատակ՝ ազատություն եւ իշխանափոխություն։ Մենք քաղբանտարկյալներովս։ Իմ առաջարկը անժամկետ է։
սիրելի քաղբանտարկյալներ, բայց ցանկալի է, որ մաքսիմում այս առաջարկությանը դուք պատասխանեք մինչև հոկտեմբերի 27։ Լինի հրապարակայնորեն, լինի ձեր փաստաբանների միջոցով, կապնվելով իմ փաստաբան պարոն Բաղդասարյանի հետ։ Այս process-ը չի դադարելու։ Բանտերը անընդհատ շարունակվելու են լցվել եւ լցվել քաղբանտարկյալներով։ Բացի Ռոբիկից, Սերժիկից եւ իրենց Թուլեկից։ Մնացածից Սաղին, ովքեր որ կփորձեն լպտան, ովքեր որ իրենցից ինչ-որ մի բան ներկայացնում են կամ ինչ-որ մի անհնազանդություն բերելու են լցել բանտերը։ Մի կողմ թողեք սերի ժողովուրդ, սերի քաղբանտարկյալներ, ձեր մեջ եղած վախը, փոխադարձ խանդը, թշնամակը մեկս մյուսի հանդեպ, ձեր ամբիցիաները, որ բոլորը ուզում են դառնալ վարչապետ, դեմի հարևանը իրան չճանաչի, մեկ ուզում է դառնալ վարչապետ։ Այդ վարչապետ, ազգային ժողովի նախագահ, պրեզիդենտ, մի եւ այլն, եկեք թողեք միանի վրա։ Նորմալ բան եմ առաջարկում։ Եկեք համախմբվենք, ընդհանրապես համախմբվածություն, մեկ ընդհանուր թշնամու դեմ։ Այս երեք գլխանի վիշապի դեմ, Ռոբիկ ու Սերժիկներ միասին վերցրած։ Ցավոք մեծ շանսի, որ նրանք ընդդիմություն են, ընդդիմություն կլինեին, վաղուց մանդատները կդնեին, կլինեին դուրս, պարլամենտը կպարալիզվեր, Նիկոլը հրաժարական կտար դիթային նորաձողությունների եւ Նիկոլը չընտրվի Հայաստանն չէր մտնի Թուրքիայի տակ։ Հիմա իմ այս առաջարկությունը ես համոզված եմ, որ բազմաթիվ ժողովուրդ եւ մեր հաղորդաշարի, ձեր հաղորդաշարի թեւորներ լսում են պարոն Ղուշանյան։ Թողնեն իրենց կոմենտարները ձեր հաղորդաշարի տակը։ Վարդան Ղուկասյանը ճիշտ է ասում թե չէ։ Եվ առաջարկում եմ բոլոր քաղբանտարկյալների հարազատներին, կանանց, տղաներին, աղջիկներին այդ քաղբանտը, նստեն եւ այդ կոմենտարները կարդան։ Հələ եկեք տեսնենք ժողովրդի մեծ մասը ինչ ասում։ Ասում է այո, Վարդան Ղուկասյանը ճիշտ է ասում, թե Վարդան Ղուկասյանը սխալ ասում։ Ոչ մեկս մենակով այս պետական տերորի դեմ առնողը չենք, հարգարժան քաղբանտարկյալներ, Վարդանիկ Ղուկասյան, Սամվել Կարապետյան, հոգևորականներ եւ այլն, փաստաբաններ։ Առաջինը կարող է սկսել փաստաբանները գործադրելով հոկտեմբերի 27-ից։ Սա այս իշխանություն կոչվածը շարունակելու է իր պետական տերորը առանց դադարի, որովհետև եվրոպական երկրները, ինչու՞ Միացյալ Նահանգները ամբողջովին այս մարդուն աջակցում են։ Ինչ են անում, ինչ ուզում են անում։ Մենակ Հայաստանը կողքի Թուրքիայի տակ։ Դուք այդտեղ նստածները Սովետաշենում, Արմավիրում եւ այլուր ձեր նպատակին հասնողը չեք, ոչ էլ ես։ Ես մոտ ապագայում ստեղից դուրս եկող եմ, բայց դուք դեռ ոչ։ Եվ ես առաջարկում եմ համախմբում, եկեք համախմբենք, մի կողմ թողեք ձեր ամբիցիաները, եկեք քաղբանտարկյալներ։ Ձեր հետևորդները, իմ հետևորդները, բոլորով միասին դուրս են գալի փողոց հոկտեմբերի 27-ից սկսած, պարալիզացնելով Բաղրամյան փողոցը եւ Հանրապետության հրապարակը։ Ես բաց եմ բանակցությունների համար։ Այս շարժումը չպիտի ունենա առաջնորդ։ Առաջնորդները մենք ենք, քաղբանտարկյալներով։ Սա է ուզում ասել պարոն Ղուշյան։ Եվ եկեք տեսնենք ինչ են ասում ձեր հաղորդաշարի հետևորդները իրենց կոմենտարներով։ Շնորհակալ եմ հերթական հնարավորության համար, մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ մեկ նորից կհանդիպենք ձեր հետ կզրուցենք։ Այսքանը։ Լավ եղեք, հաջողություն։ Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան, այսօրվա զրույցի համար եւս հիշեցնեմ, որ պարոն Ղուկասյանը իր խոսքում նշեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր պատրաստ են աջակցելու Փակ TV-ին, կարող են դա անել նաեւ գովազդային այսպես տարբերակով։ Եթե չունեք գովազդներ, մենք պատրաստ ենք այդ գովազդները ձեզ համար պատրաստել, այնպես որ մեզ կարող եք այդ ամենի հետ կապված զանգահարել 093 52 95 46 հեռախոսահամարով, իսկ նրանք, ովքեր ուզում են օգտակար լինել նաև որպես բարերարի, մենք ձեզ ենք ներկայացնում այն հաշվի համարները, որը պատկանում է Փակ TV-ին։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, մնացեք Փակ TV-ի հետ եւ հավատացեք, որ փաստերի, անակնկալների ու կարծիքների հեռուստալիքը միշտ լինելու է ձեր կողքին։ Ցտեսություն։